Ինչ ձևով է Փաշինյանը գագաթնաժողովին մասնակցելու, հարցնում է պարոնը։ Եթե նա հայտնվի հեռուստացույցով, այդպես եղել է, չէ՞, մի երկու անգամ, ավելի լավ կլինի, քան եթե նա չլինի, վերջնագիր է ներկայացնում, քաղաքականության մեջ ներողություն, սա քֆուր է։ Այսինքն, եթե չես գալու տելևիզորով չենք էլ նայելու, դուրս կգանք ծխելու, էլի, հա, ինքը իհարկե դժվարությամբ դուրս կգա, բայց դա իր անձնական խնդիրն է, հա։ Ըստ Օվերչուկի Երևանը պետք է որքան հնարավոր է արագ որոշում կայացնի Եվրոպական միություն եւ Եվրասիական տնտեսական միության միջև։ Հաշվի առնելով, ասում է, այսօր Հայաստանում ընդունված հայտարարություններն ու օրենսդրությունը ես քիչ առաջ անդրադարձա։ Այդ անդերօրենքը ընդունվել է, անդեր է մնացել, էլի, անցած տարվա փետրվար-մարտին, նոր չի ընդունել, այս մարդը նոր է իմացել են կացնի անեկդոտի պես, էլի։ Ուրեմն ոչ ոք դուրս չի մղում Հայաստանին ԵՏՄ-ից, նրանք պարզապես ասում են, որ ուզում են միանալ ԵՄ-ին։ Նրանք պետք է որոշում կայացնեն, որքան շուտ տարվի, այնքան լավ կլինի բոլորի համար։ Բա որ արկելում եք պտուղ բանջարեղենը, ծաղիկները, ջերմուկը, եկուցելին, շկայլին չենք տալու, կոնյակը, թե կոնյակը ռիսկ չեք անի արկել, գինի բան եւ այլն։ Հա, այդ ինչ է, բա դուրս մղել չէ՞ դա։ Ինչ է դա։ Դուրս մղել չէ։ Սիրելի ժողովուրդ, խնդրում եմ լայքել եւ բաժանորդագրվել ալիքը։ Դրանով դուք կնպաստեք, որ հաղորդումներն ավելի շատ մարդ տեսնի։